Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ինչպես եք վերաբերում Արագածոտնի թեմում տեղի ունեցածին, 2 օր առաջ տեսանք, որ հոգևորականների ձերբակալեցին, նաև կալանքներ եղան։ Շատ բացասական իհարկե, դա պետք է ընդհանրապես տեղի չունենա ներողություն հոգևորականների դեմ որևէ մի բան։ Ինձ թվում է, որ պետք չի նրանց ինչ-որ հարցում մեղադրել, երևի։ Այո։ Ես հայ եմ, հայ մայր, հայ տատիկ, հայ մարդ։ Ես գիտեմ, որ դարի շարունակ, երբ որ չունենք թագավորություն, մեզ մեր կրոններ պահում։ Երևի հայկինն է միայն կարողացել ավետարանը պատռել եւ փեշերի ծաղկերով հասցնել Երևան, որի արձանը կա Տերյան փողոցում, գրքերը պահված են Մատենադարանում, թող գնային, տեսնեն իրենք ինչ են ասելու իրենց թորներին, իրենք ինչ են թողնելու պատմության մեջ, ինչ անուն, ինչ հիշատակ, երբեք չի կարելի ծառը արմատներից կտրել, այդ դեպքում կտապալվի կլինի կաղնի, թե Եղևնի, իսկ մեր ժողովուրդը ինձ թվում է կաղնի է, հզոր, ուժեղ, որտև հավատը պահել ու պահպանել է, մենք բոլորս ենք այդպիսին, բոլորս հայ կանայք ենք, հայ մայրեր։ Շատ վատ բան են արել, շատ վատ։ Իրանք նման բաներ անելով իրանց փոստն են փորում, ուրիշ բան չեմ կարող ասել։ Սխալ են անում, եկեղեցում շատ է ինքը ասենք սխալ բաներ շատ անում, ասենք շատ են գցել, որ ինքը ինչ արել է, սա սխալ է։ Փաշինյանն արածա, բայց դե չգիտեմ, ինձ թվում է մեր մի խոսքով ասենք ոչ մի օգուտ չենք տալու։ Ավելի շատ մի քիչ մեծ մարդիկ պիտի խառնվեն, որ իրանք կարենան այդ ամեն ինչը։ Բայց ասում է, այն ինչ ես անում եմ ժողովրդի թույլտվությամբ եւ թողտվությամբ եմ անում։ Ինքը շատ հաճախ խղում է անում ժողովրդին, դուք Չէ, ժողովուրդը լրիվ դեմ են իր արած այդ քայլերին։ Սաղ էլ այդ կողմից ասում են, որ սխալ քայլեր անում շատ։ Բայց դե չգիտեմ, մենք չենք կարող ոչ մի օգուտ տանք երևի։ Բնականաբար շատ վատ եմ ընդունում ես ամեն ինչը, ու այս արշավանքը ինձ թվում է Փաշազադեի հրամանն է, որը տրվել է մեր իշխանությանը ներկայիս։ Այդ որ մեր իշխանությունը իր հավատավոր հոտով պետքա փորձ անի վեհարանը վեհապարից ազատելու, ես իրան մի հատ խնդրանք ունեմ, թող այդ իր հավատարիմ հոտով, իր չգիտեմ, ինքը հեծանիվով կլինի, ոտով կլինի, ես որպես Վահան դիմացից կեթեմ, թող այդ իշխանասարը ազատի թուրք շներից, սև լիճը ազատի, ջերմուկի տարածքը ազատի, այդքանը կասեմ, էլ ուրիշ ոչ մի բան չեմ ասի, այդ ասում եմ անկեղծ, ու խնդրում եմ, չկապեք ինձ ընդդիմության հետ, ես ոչ մի կապ չունեմ։ Դե ճիշտ օրա խոսանք, էդի, ասենք, ոստիկանների գործն է, մեծերի գործն է, մենք անտեղյակ ենք, թե ինչի համար են կալանավորվել, բայց անտեղի տեղը մարդկանց չեն բռնի։ Անտեղի տեղը ինչի մարդ կալանավորվի, կամ եթե կալանավորեն, իսկ եթե կալանավորել են, տեսնեն, խոսենք, զրուցենք, տեսնեն, եթե մեղավոր չի, նորից կթողնեն, ինձ թվում է։ Իմ կարծիքով այո։ Իսկ կարելի է իշխանությանը քննադատելու համար կալանքի տանել մարդկանց։ Նախ իրանք ինչ իրավունք ունեն, եթե իրենք հոգևորական են, չէ՞։ Ինչ իրավունք ունեն իշխանության հետ զբաղվեն։ Ինչ իրավունք ունեն։ Հոգևորականը պետք է զբաղվի ինքն իր գործով, քաղաքականությունը զբաղվի քաղաքացին։ Հոգևորականը ինչ իրավունք ունի զբաղեցնի։ Կարծում եք, եթե ազգային անվտանգության հետ կապված խնդիրներ են տեսնում, վտանգներ են տեսնում, դա հոգևորական լինի, թե սովորական քաղաքացի, այսինքն հոգևորականը իրեն պիտի տարանջատի եւ ասի ես այս պահին չեմ կարող եմ քաղաքացիական դիրքորոշումը հայտնել։ Չէ՞ որ մարդիկ նաեւ իրենց քաղաքացիական դիրքորոշումն են հայտնում։ Դե պարզ է, բոլորն էլ իրենց քաղաքացիական դիրքորոշումը պետք է հայտնեն, բոլորն էլ իրավունք ունեն։ Ես ասում եմ, եթե ինքը ոչ մի բանի հետ կապ չունի, նորմալ ամեն ինչը, ինձ թվում է բաց կթողնեն, ինչ պետք է անեն, ոչ չեն տանեն անտեղի տեղը կալանավորեն։ Իսկ տեղի կամ անտեղի, տեղի կամ անտեղի, եթե նույնը տեղի ունենա նաև վեհապարի հետ, սա ընդունելի է։ Որպես հայ մարդ, որպես քրիստոնյա։ Դե ես կասեի, չգիտեմ, վեհապարի մոմենտով
մեր հայ ազգը շատ բաներ են խոսում, շատ։ Հիմա ես չգիտեմ ճիշտն ասած, ճիշտ են խոսում, սխալ են խոսում, բայց ժողովրդական խոսք ասում, անտեղի տեղը չեն խոսի ժողովուրդը։ Ինձ թվում է, չէ, ոչ, չեն կալանավորի։ Ձայնագրություններ են նոր հրապարակվել իշխանական լրատվամիջոցների կողմից, արդեն նաև դատախազությունն է հաստատել, որ դրանք վերցված են ի գիտություն եւ ուսումնասիրվում են, խոսքը Նաթան Սրբազանի նաև կաթողիկոսի հետ կապված է, հավանաբար լսել եք, կարծում եք, որ հնարավոր է, որ նաև այստեղ է չմիացնում տեղի ունենա այն, ինչ եղավ, օրինակ Արագածոտնում, այն ինչ տեսանք Միքայել Սրբազանի դեմ։ Միգուցե իրանց մտքում կա այդպիսի միգուցե պլաններում, բայց ես համոզված եմ, որ չեն հասնի այստեղ եւ իհարկե բարին կհաղթի չարին։ Դրա այդ հարցին ես չեմ կարողանում պատասխանել, որովհետև վեհապարը մնում է վեհապար։ Եթե ընտրվել էր, որ հայազգին դեր կանգներ, այդպես ձևակերպեմ ասածս։ Ուրեմն պետք է ինքը մնա։ Խեղճ տերտերներից ինչ են ուզում, թող գնա միած սահմանները նայի, գնա երեխեքին սապոկ տանեն բաժանեն, թող այտենց բաներ գնան նայեն, խեղճ տերտերների հետևից են եկենգե, ես ինչ իմանամ ինչ իմար, թուրքերի աշկին լավ երևալու հումար, դե շատ ինչ ասեմ, վեհապարը գնաց Շվեյցարիայում ելույթ ունեցավ, այն ինչ որ պետք է իրանք գնային, ասեին։ Եվ եկան էս ամբողջը եղավ էլի։ Որտեվ ինքը գնում է նման հարցերը բարձրացնում է միջազգային ասպարեզում։ Իսկ սրանք չեմ անում, թուրք են, թե չեմ հասկանում ես, էլի որպես հայ չեմ հասկանում, ում է ծառայեմ։ Հասարակության արձագանքը adekvat է, չպիտի փորձեն աջակցել, այսինքն ինչ պիտի անի հասարակությունն էս։ Ես օրինակ կաջակցեմ մեր եկեղեցուն, վեհապարին կաջակցեմ։ Մենք էլ արդեն ոչինչի վրա չենք զարմանում, բայց Փառք Աստծո հավատի այդ փոքրիկ բողբոջը ինձ թվում է կներեք, էլի հուզվում եմ։ Հավատի այդ փոքրիկ բողբոջը մեզ բոլորիս պահպանում է։ Կա սրբություն, որին ոչ ոք իրավունք չունի ոտնձգություն կատարել, ոչ ոք։ Կլինի վարչապետ, կլինի միապետ, հայ ժողովրդին երբեք չես կարող իր հավատքի արմատներից կտրել, դա չի հաջողվել ոչ մեկին։ Եվ ինձ թվում է չէր հաջողվի։